Տեսեք, այդ համակերպվել, որ դուք ասում եք, դա մասամբ է։ Նախ եթե համակերպված լինեին, իրանք այդ նախագիծը չէին բերի, որ 15,000 դրամով տուգ անեն։ Շատ պարզ տրամաբանություն կա։ Մարդկանց իրավագիտակցությունը եւ իրենց սոցիալական խնդիրների պաշտպանվածության հարցը բավական լուրջ մակարդակ է եւ իրանք բոյկոտում էին։ Այդ բոյկոտի դեմ են բերել։ Ինչ վերաբերում է 17,000 ստորագրությանը, 17,000 ստորագրությունը չի կորել, այդ հարցը մտել է ավականին։ Ավականիում իրենք փախել են 17,000 ստորագրությամբ նախագծի քննարկումից, դրանով իսկ եւս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր այն փաստարկները, որ մենք ներկայացնում ենք տրանսպորտի գնի հետ կապված, դրանք ճիշտ են, իրենք հակափաստարկ չունեն, դրա համար էլ ասենք չմտան բովանդակային քննարկման դաշտ եւ հիմա այս ճեպտազրույցն էլ միտված է նրան, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում եւ իրենք փակում են փաստացի օրինական բոլոր ճանապարհները։ Եթե մինչ այս օրենսդրությամբ մենք արդեն պատրաստվում ենք գնալ 10% ստորագրության հավաքման ճանապարհով, հիմա իրենք ասում են, չէ, այդ հարցը չի կարող դառնալ հանրաքվեի առարկա։ Շատ լավ, ուրեմն նախ քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ եւ առնվազն Երևանում արդեն հենց հիմա պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Իրենք վախենում են դրանից, Փարաքյարի, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչի են վախենում։ Իրենք 0 են, առանց վարչական ռեսուրսի առավելագույնը կարող են հավաքել 10%, այդ առումով իշխանությանը կարելի է ասել 0, որովհետև ցանկացած նույնիսկ Թուրքի իշխանությունն եկա, չնայած հիմա էլ է այդպեսի, բայց այդ իշխանությունը որպես կանոն 10% ունենում է։ Հիմա դրանից ավելի իրանք չունեն։ Գյումրի Փարաքյարը ցույց տվեց, որ 20-25% վարչական ռեսուրս են կիրառում։ Հիմա նույնը Երևանում է, իրենք վախենում են դրանից, դրա համար էլ չեն խուսափում են արտահերթ ընտրություններից Երևանում։ Բայց այլընտրանք չկա, մարդիկ պետք է հասկանան, սիրելի քաղաքացիներ, մենք հիմա ձեզ ենք դիմում եւ ասում ենք, եթե ուզում եք այս թալանի դեմը առնել, դա կլինի տեղական վճար, դա կլինի ավտոկայանատեղիների կարմիր կետագծերով այդ վճարները, դա կլինի աղբանության վճար, դա կլինեն այլ վճարներ, տրանսպորտի գին եւ այլն, պետք է փոփոխություն լինի իշխանության, որպեսզի գանք կորնանք մենք կոնկրետ Մայր Հայաստանը պատրաստ է Երևան քաղաքում իշխանափոխությունից հետո եւ իշխանությունը ստանձնելուց հետո կյանքի կոչել են նախագիծը, որը մենք ներկայացրել ենք։ Ինչ տարբերություն տեղական վճարի, մեկ էլ իրենց ի սկզբանե ներկայացրած բանի հետ կապված, որ հանրաքվեին թույլ չի տալիս։ Տեսեք, իրենք ի սկզբանե որ բերել էին այդ տրանսպորտի գնի փոփոխության հարցը, այնտեղ չկար, որ փոփոխություն է կատարում տեղական վճարների մասով մեկ, այդ որոշման մեջ չկար, եւ երկրորդը ուրեմն օրենսդրությամբ սահմանված է, որ չեն կարող տեղական վճարները դրվել հանրաքվեի, այն տրամաբանությամբ, որ դա կարող է ազդել բյուջեի մուտքերի եւ այլնի ծախսերի հետ կապված։ Հիմա այդ հարցով իրենք վեճ ունեն, որ սա տեղական վճար չի, տեղական վճար է։ Մենք էլ ասում ենք, ոչ տեղական վճար չի, որովհետեւ դա չի սահմանված օրենքով։ Եվ այստեղ իրենք գիտեին, որ մենք հանրաքվեի ենք գնալու։ Իսկ մենք դա բաց էինք ասել, որովհետեւ մենք քաղաքացիներին պետք է ներկայացնենք մեր ճանապարհային քարտեզը, երբ որ մենք ստորագրություն էինք հավաքում, մենք ասում ենք, մարդիկ հարց են տալի, լավ, այս ստորագրությունը որ դրեցինք, հիմա գնի վրա կազդի, մենք իրանց ճանապարհը ցույց էինք տալիս, ասում ենք օրենքով պետք է ստորագրենք, որպես հարցը նախագիծը մտնի օրակարգ ավականու։ Եթե այնտեղ բացասական եզրակացություն ստանա, հետո մենք գնանք 10% ստորագրություն հավաքելու ճանապարհով եւ ի վերջո այդ հարցը դնենք հանրաքվեի։ Մարդիկ պետք է իմանային, չէ, ուր են մտնում եւ մենք չենք խաբել քաղաքացիներին։ Ասենք սա է ճանապարհը, դա կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է մարդկանց կոնկրետ ցույց տալ ուղղություն։ Հիմա իրենք հասկանալով դա, որ մենք արդեն գնում ենք 10%-ի հավաքման ճանապարհով, այսինքն մոտ 90,000, 10%-ից մի փոքր ավել պետք է հավաքենք, 90,000-ի, իրենք փակել են ուղղակի այդ ճանապարհը, տեղական վճար են սահմանում օրենքի նախագծով, որ հիմա ներկայացրել են, որպեսզի կանգնեցնեն այս ամեն ինչ, այսինքն Նիկոլ Փաշինյանը դառնում է 25-ից 30 միլիոն դոլար տարեկան թալանի հիմնադիր կամ, այսպես ասած, հիմնական շահառու։ Հնարավոր չէ մնացած 17,000-ին, որ պետք է գումարեիք 63,000 եւս, ստորագրահավաք անել, որ իրանցից շուտ մի ոտք առաջ գնայիք։ Չէ, դա process է, դա պետք է մտնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, մի ոտք կամ երկու ոտքի խնդիր չկա, այդ նախագիծը մենք ինֆորմացիա ունենք, որ շուտ վանց են դրել, իրանք ցանկացած պահ այդ նախագիծը կարող են հրատապով մտցնել եւ ասել վերջ այդ դա չի անցնելու, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է մտնենք ձևաթղթերի մասով, հետո դա ասեն, որ նախատեսված էր օրենքով երկու մեխանիզմ կար, կամ երկամսյա ժամկետով, եթե մենք հիմք էինք ընդունում ավականու նիստի ներկայացած այն նախագիծը, որը արդեն ստորագրված էր, կամ երամսյա ժամկետի գաղափար կար, համաձայն որի մենք որպես նոր նախագիծ էինք մտցնելու նախաձեռնող խմբով։ Այսինքն sense tenants 2-3 ամիս դա
տևելու էր։ Բայց հիմա այս ճանապարհն է ընտրել իշխանությունը եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը իր բոլոր հանցավոր քայլերին մասնակից է դարձնում իր բոլոր թիմակիցներին, որ հանգարց չթաթախված մարդ չմնա։ Դա կլինի Արցախի հետ կապված, անվտանգության հետ կապված, մյուս հարցերի հետ կապված, հիմա էլ ինքը հանցակից է դարձնում իր թիմակիցներին, ասում է դուք էլ եկեք այդ տուգանքի որոշումը ընդունեք, այսինքն տրանսպորտի գնի թանկացնողը իրենք են, ինքն է, բայց արդեն ազգային ժողովին էլ է կեղտոտում այս process-ի մեջ։ Իսկ սա իր մոտեցումն է հիմնական։ Ինչպես եք փորձելու պայքարել տուգանքի դեմ, այսինքն թույլ չտալ, որ քաղաքացիներին չվճարող տուգանք։ Տուգանքի դեմ պայքարը, եթե իրենք օրենքով ընդունեցին, արդեն փաստորեն օրինական բոլոր հնարավոր ճանապարհները փակում են, այստեղ արդեն մնում է մի հարց, բոլորս լծվենք այն գործին, որ արդեն պետք է իշխանությունը փոխել։ Մեզ համար դա պազարի սկզբան է, քաղաքացիների ավելի լայն շերտի համար դա հիմա ավելի շատ պարզ կլինի եւ այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք, հնարավոր է կյանքի կոչել միայն այն պարագայում, երբ որ նոր իշխանություն կլինի Երևանում։ Նորից դուրս եք գալու փողոց։ Մենք տրանսպորտի հետ կապված կոնկրետ բոյկոտի մասով փողոց դուրս չենք եկել։ Մենք կոչ ենք արել եւ քաղաքացիները ընդառաջ են գնացել մեր կոչին եւ բոյկոտել են եւ ավելի քան 60% այդ բոյկոտը կա, դրա համար է տուգանքի խնդիր են դրել։ Այս պահին բոյկոտը շարունակվում է իհարկե, քանի դեռ այդ օրենք կոչվածը չի ընդունվել, հետագա գործողությունները արդեն կերևա։ Մեկը տարբերությունը կա, ասեք, տեղական վճարների ու հենց այս պահին գործողի վերաբերյալ։ Այս պահին դա կոչվում է ուղևորձ, տրանսպորտի ուղևորձ։ Իրենք դա մտցնում են տեղական։ Իրենք դա մտցնում են տեղական վճարի տակ։ Օրենքի նախագծում հենց այդպես է գրված է տեղական վճար եւ այլն, այսինքն որ հետո հիմք ստեղծեն, ասեն չէ, սա չի կարող դրվել հանրակրվեի։ Տեսեք, կարգը հանրակրվեի հետեւյալն է։ Դու դիմում ես կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստանում ես ձևաթղթերը, այդ թաղապետարաններում բացում են կետերը, դու գնում ես հանրակրվեի։ Որից հետո այդ ստորագրություններով այդ թուղթը արդեն ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը պետք է ստուգի այդ ստորագրությունները եւ այլն եւ ուղարկի քաղաքապետարան։ Քաղաքապետը ինքն է այդ դեպքում ըստ օրենքի որոշում կայացնում նշանակել հանրակրվեի։ Եվ ինքը այդ օրենսդրությունը այնպես են գրել, որ կարող է որոշել նաև չանցկացնել, եթե ինքը օրինակ պարզի, որ դա տեղական վճար է, կամ համարի, որ դրա համար ֆինանսավորում չի ստացել, կամ համարի, որ դա չի կարելի դնել հանրակրվեի, այսինքն այդտեղ էլ էինք վեճ ունենալու հաստատ, դատական վեճ ունենալու էինք, բայց հիմա իրանք այն գլխից են փակել, որովհետև հասկանում են, որ հասարակությունը, այո, զանգվածաբար մերժելու էր իրենց մոտեցումը եւ մեր նախագծին կողմ էր քվեարկելու, դրա համար էլ այդպես արեցին։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ բոլոր հարցերը քաղաքական հարթության վրա են լուծվելու։ Շնորհակալություն։ Ես մի բան էլ տեղեկացնեմ ուղղակի, գիտեք, որ Մայր Հայաստանը դատական վեճ ուներ ավտոկայանատեղիների հետ կապված կարմիր կետագծերի, այստեղ էլ մանրժուլիկությամբ են զբաղված եւ աշպարարությամբ են զբաղված իշխանությունները, կոնկրետ պատշաճ պատասխաններ չեն ուղարկում, անընդհատ այնպես են անում, որ հետաձգվի այդ դատական որոշում կայացնելը, բայց այս գործընթացի հետ էլ արդեն գալիս ենք ոնց որ եզրափակիչ փուլ եւ մենք լրացուցիչ կտեղեկացնենք, ինչպես հայտնի է առաջին ատյանում մենք դատը շահել ենք, իրենք վերաքննիչ են դիմել, վերաքննիչը չի ընդունել իրենց բողոքը, որովհետեւ պատշաճ ձևով չի ներկայացվի, հիմա հարցը վճռաբեկ դատարանի տիրույթում է եւ այս մասով հիմա մենք սպասում ենք որոշման, անընդհատ հետաձգում են, բայց այստեղ է տեսեք, էլի թալանը համատեղ իրականացվում է քաղաքապետարանի եւ այս ամենը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է տեղ ունենում, ինձ համար պարզ էր, մեր համար պարզ էր շատ վաղուց, ուղղակի հասարակությունը հիմա պետք է տեսնի, թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանը այդ որ թալան չի լինելու, ոչ մեկ չի պլստալու եւ այլն, թիվ 1 թալան չինել է ինքը, առայժմ չպլստացողնել է ինքը, բայց ի վերջո չի պլստա։ Շնորհակալություն։